Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Մինչ մամուլի հրապարակումներն անցնելը հիշեցնեմ, որ մենք բացել ենք Patreon Edge, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է աջակցել մեր աշխատանքներին, շատ արագ եւ հեշտ է այդ process-ը անցնելը։ Դուք կարող եք դա նայել էկրանի ձախ հատվածում, ինձանից ձախ հատվածում, ինչու է պետք Patreon աջակցություն մեզ կամ այլ լրատվամիջոցների, որոնք չեն գործում ինչ-որ գրանտների, արևմտյան ֆինանսավորման կամ կառավարական աջակցության հիման վրա, որովհետև քաղաքացիները պետք է աջակցեն այն հարթակներին, որոնք սպասարկում են քաղաքացիների կամ եւ մեր ազգային շահը, ես վստահ եմ, որ մեր մասին այլ կարծիք չի էլ կարող լինել, մենք չենք էլ փորձում սպասարկել այնպիսի շահեր, որոնք կապահովեն գրանտներ մեզ կամ իշխանության հովանին։ Այնպես որ կարող եք անցնել Patreon-ի հղումով կամ QR կոդով կամ ներքևում դրված կլինի եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել կաթողիկոսի տեղապահի հարցերով։ Նույն աղբյուրների վկայությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի թիմակիցները, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցում նոր կանոնագիր եւ տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա, ասել է նա։ Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում հոգևորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թևեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։ Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին մարտի 1-ի սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում։ Ես կարծում եմ, սա իշխանությունների կողմից դաշնետված քարոզչական թեզ է, նաև այդ աղբյուրը, որը ժողովուրդ օրաթերթին ասել էր, հենց այդ նպատակով կարող է ասած լինել, ինչու, որովհետև դա նման հայտարարություն կարծեմ 19 թվականին է եղել կամ գուցե ավելի շուտ 18-ին եւ 18-ի այդ հայտարարությունից 19-ի այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շատ նորմալ հարաբերություններ է պայել եկեղեցու հետ, ընդունել է վեհափառին, ինքն է գնացել վեհափառ հայրապետի մոտ, Աննա Հակոբյանն է մասնակցել եկեղեցու միջոցառումներին կազմակերպած կամ գուցե իր կազմակերպած միջոցառումներին է հրավիրել, կարծում սա շղարշ է իրականությունը թաքցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի թիրախը ամբողջական եկեղեցին է եւ Նիկոլ Փաշինյանը բարենորոգման կարիք չունի։ Պատկերացրեք իրավիճակ, որ ասենք ծերեթելու այդ հայտնի փողոցում կանգնած կանայք որոշեն կանանց բարոյականության վերաբերյալ խրատներ կարդալ կամ ասել, թե ինչպես պիտի կանայք իրենց դրսևորեն, ինչու եմ ես համեմատություն անում, որովհետև վերջին օրերին էլ դուք լսեցիք պատմություններ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների վերաբերյալ, որ ամուսնացած կին պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայի հետ սիրային հարաբերությունների մեջ է, մենք գիտենք ազգային ժողովի նախագահի անվան հետ կապվող պատմություններ, մենք գիտենք հրապարակ օրաթերթի հոդվածը անձնապես Նիկոլ Փաշինյանի մասին եւ ըստ հրապարակ օրաթերթի տեղեկությունների մամուլի խոսնակի հետ առերևույթ կապը, մենք գիտենք բազմաթիվ դրվագներ, որոնցից ակնհայտ է դառնում, որ քաղաքացիական պայմանագրի վերնախավը բարոյականության ճգնաժամի մեջ է եւ բարոյականության լրջագույն խնդիրներ ունի, ուստի չի կարող նման բարոյական արժեհամակարգով, կենցաղվարությամբ հայտնի խմբակը ինչ որ այլ խմբի, ինչ որ այլ ինստիտուտի բարոյականությամբ զբաղվել, բարենորոգմամբ, նորոգել։ Միայն կարող են քանդել սրանք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդու Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ որոշում է կայացրել եւ վերջինիս նկատմամբ կիրառել վարչական տուժ։
Բանն այն է, որ հանձնաժողովը քննության է առել Ինֆոկոմի Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբակցության հետ կնքել է 478 միլիոն դրամի պայմանագիր վերտարությամբ հոդվածը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալյանը 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր Աշկար ՍՊ-ի հետ, որի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող Չարենցավան համայնքի ավականու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ԿՊԱ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգևորականները հավակնում են խլել իրենց հացը, ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես Հովանավանքի կարգալույց նախկին արդեն քահանա Ստեփան Ասատրյանը եւ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, հատկապես վերջինը կարծես թե ծպտյալ ԿՊԱ-ական լինի, Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել։ Իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ տաղավարից տաղավար է գնում ԿՊ-ի քարոզչությունն անելով։ Նախորդին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թուրքերի եւ ադրբեջանցիների եւ թե այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը։ Իդեպ Վազգեն Միրզախանյանը 1 ամսից ավել է Հայաստանում է եւ անտեր է թողել Բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը եւ զբաղված է իշխանության պրոպագանդայով։ Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր դավաճաններ հավաքագրել։ Հետաքրքիր է, որ Միրզախանյանը գաղափարապես նաեւ ԿՊԱ-ական է կարծեք, դուք գիտեք, որ ԿՊ-ն ստախոսների իշխանություն է եւ վերջին 1-2 օրերին arczepiskopos Միրզախանյանի տված հարցազրույցներում հնչած մտքերից երևի 1 տասնյակից ավել սուտ է բացահայտվել, որ նա ակնհայտորեն կեղծում է եւ սուտ է տարածում, այս իմաստով եւս ԿՊԱ-ականների հետ որ գաղափարական մերձեցում կա կարծեք թե մյուս կողմից դժվար է նայել այս իրավիճակին, որովհետեւ այնուամենայնիվ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրեր են, ներկայացուցիչներ են եւ Նիկոլ Փաշինյանը գնում է հենց այդ սրիկական ճանապարհով, օգտագործելով եկեղեցու ներկայացուցիչներին եկեղեցու դեմ։ Փաշինյանի այս գործելակերպը նոր չէ եւ շարունակվելու է։ Դուք գիտեք, որ այդ քաղաքականության այդ մոտեցման ամենաայլանդակ դրսևորումներից մեկն էլ Գեգամ Նազարյանի օգտագործումն էր իր քարոզչական նպատակների համար։ Փաշինյանը եթե բարոյականության որևէ նշույլ ունենար, եթե անգամ Գեգամ Նազարյանը պատրաստ էր վաճառվել, հանձնվել իշխանությունին, ինքը դա չպիտի ընդուներ, ինչու՞։ Որովհետև այնուամենայնիվ կա զոհվածի հոր ծնողների, այսպես կարգավիճակ, հա, որը ինչ որտեղ հարգելի է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչեր է խոսել Գեգամ Նազարյանը նախկինում, Նիկոլ Փաշինյանը ուղղակի պիտի խնդրեր, որ լռեր Գեգամ Նազարյան, չհակասել ինքն իրեն, որովհետև դրանով հեղինակազրկում է իր զոհված որդուն, բայց չէ, Փաշինյանը գնաց իր քարոզչական գործին լծել է Գեգամ Նազարյանին, վստահ եմ գուցե ուզենա նաև քաղաքացիական պայմանագրի ցուցակ ներառել, որ ասի, «Էս չեք դուք ժողովուրդ, ահա ձեր սրբազանները միացել են իմ դավադրությանը, զոհվածի հայրը, որը ինձ մեղադրում էր իր որդուն սպանելու մեջ, միացել է ինձ, դարձել է որդու սպանողի դաշնակիցը, էս եք դուք հասարակություն, հարգելի հայաստանյան, եւ ես ձեր լավագույն խտացումն ու արտացոլումն եմ»։ Հայելին է Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության ըստ էության։ Հրապարակ թերթը գրում է. իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացած նախկինացավն այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը։ Սա ասում է մեկը, որը բառի բուն իմաստով ուղն ու ծուծով եղել է այդ հակապետական ընթացքի մեջ, Ժաննա Անդրեասյանի
պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից, այլև հենց բովանդակություն ստեղծողներից է եղել։ Ծիգի երկարամյա աշխատակից Ծիգի տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ ահա 2003-ից 4 թվականներին կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման հարցերով օգնական 2004-ից 10 թվականներին կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրերի մասնագետ 10-ից 12 թվականներին նույն կառույցում հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար 2012-ից 17 թվականներին նույն հիմնարկի ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար 17-ից 19 թվականներին կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրի ղեկավարի տնօրենի տեղակալ, այսինքն եղել է այդ հակապետական ծրագրի անմիջական եւ անհնազանդ իրականացնողը։ Սա նաև հետաքրքիր հարց է առաջացնում նաև նախկինների մասով, որոնք այդքան թիրախավորում են Ժաննա Անդրեասյանին, խոսքը Սերժ Սարգսյանի իշխանության մասին է հատկապես, որոնք նժդեհական էին ներկայանում։ Ժաննա Անդրեասյանը, երբ պետական նման կառույցներում է աշխատել, իր տարբեր հարցազրույցներում Նժդեհին անվանել է նացիստ եւ մերժել Նժդեհի գաղափարները, հայրենասիրությունն էլ համարել էր, եթե կարճ ասենք, մի հիմար բան, հիմար զբաղմունք։ Եվ դրանից հետո շարունակել ենք կրթական ծրագրերի այս կենտրոնում լրջագույն դերակատարում ունել, բայց այդ նժդեհականներով չէիք տեսնում ձեր համակարգի մաս հանդիսացող մարդը ինչ է հայտարարում։ Ուրեմն մի հրապարակում պանորամա AM-ից, որը խոսում է այն մասին, որ ժողովուրդ վերջը տնտեսական հեղափոխությունը եղել է եւ դուք 2018 թվականին փողոց էիք դուրս եկել ու այդ փողոց դուրս գալու ընթացքում Սամվել Ալեքսանյանը ձեզ քացի էր տալի, ինչի համար, որպեսզի մենք հասնենք նրան, որ կառավարությունը 109 միլիոն դրամի արտոնություն տա Սամվել Ալեքսանյանի կնոջ, ահա Գործադիրն այսօրվա նիստում որոշում կընդունի Alex Textile SP-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին։ Alex Textile SP-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության մեջ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 միլիարդ դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109 միլիոն դրամ։ Ահա այսպես, հարգելի հայրենակիցներ, այսօր կառավարության նիստում ընդունվում է որոշում, որով Սամվել Ալեքսանյանի կնոջը, ահա այս կադրերում, որ դուք կտեսնեք, հետո ես մեկնաբանություններում կդնեմ, այս կադրերում երևացող Սամվել Ալեքսանյանը, որ քացի է տալիս ձեզ փողոց դուրս եկած քաղաքացիներին, 109 միլիոն դրամի աջակցություն է ստանում։ Սրա համար էիք երևի 2018-ին աջակցում Նիկոլ Փաշինյանին, իսկ ավելի լավ կլիներ, որ 2018-ին հասարակությունը դեմ դուրս գալով գործող իշխանություններին հիշեր, որ ինչպես Սամվել Ալեքսանյանն էր ժամանակին ասում, որ Նիկոլ Փաշինյանն իրենց եղբայրն է եւ հասկանային, որ չի կարելի մերժելով Սերժ Սարգսյանին իշխանության բերել Սամվել Ալեքսանյանի եղբորը, իսկ Սամվել Ալեքսանյանը հիշում եք այն ժամանակ գուցե նաև հիմա Սերժ Սարգսյանի գրպանն էր, այնպես որ սա հետաքրքիր մտքերի տեղիք է տալու եւ մտածելու առիթ է տալու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն այդ ուժերն են Հայ ազգային կոնգրեսը, Սասնա ծռերը, Ապրելու երկիրը, Նժար սահմանադրական շարժումը, Հաղթանակ կուսակցության նախագահ քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։ Մենք շատ ավելի մեծ թվով մարդկանց ու քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում, կարծում եմ ճիշտ չի լինի հիմա անուններ հրապարակելը եւ հանդիպումներից մանրամասներ հայտնելը։ Օրաթերթի հետ զրույցում ասաց Նժար սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը լայց հարաբերություններ է ձևավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակ փորձում է սիրաշահել, հետ բերել նոր պաշտոնի առաջարկներով,
գայթակղել եւ օգտագործել։ ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն, երկուսն էլ հրաժարվել են։ Գուցե այլևս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ։ Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։ Իդեպ մի քանի օր առաջ ԿՊ վարչության անդամ Վիլեն Գաբրելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ԿՊ-ականների հետ սեղանի շուրջ ներկա են նաև հիշյալ երկու նախկին պաշտոնյան՝ Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց մոտիկ տարածքում են պահում, փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն։ Իհարկե դժվար է պատկերացնել, թե Արմեն Աբազյանի եւ Վահե Ղազարյանի ընդդիմության շարքերը անցնելուց ընդդիմությունը ինչ կստանա, այլ բան, եթե նրանք լինեին գործող պաշտոնյաներ եւ անցնեին ընդդիմության կողմը, նրանք աթոռից, երբ մարդուն հանում ես այս համակարգում, ԱԱԾ-ի պետի եւ ոստիկանապետի ՆԳՆ նախարարի պաշտոնից, այդ մարդիկ զրո են, ոչ քաղաքական կենսագրություն ունեն, ոչ հանրային աջակցություն ունեն, ոչ հանրային ազդեցություն ունեն, ով է Արմեն Աբազյանը առանց գաղթալսման հնարավորության, ով է Վահե Ղազարյանը առանց բութ գործիք կարմիր ու սև բերետավորների, առանց պարեկների, ով են իրանք, ոչ մեկ, նա իր գեղը պիտի վերադառնա Իջևան մոլորակ, իսկ Արմեն Աբազյանը երևի թե այս մեր մոտի թաղերում պիտի իր Խրուշովկայում շարունակի ապրել, եթե նախկին օլիգարխներից մեկից ստացած այդ բնակարանը չի հասցրել վերանորոգել։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի 8 սուպերմարկետների ցանցի հետ ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը, ապա հրապարակավ դիմեց գլխավոր դատախազություն, թե զբաղվեք այդ լուրերով, ըստ որոնց իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրում։ Հետո այդ տարածքներում բացվում է 8 սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը։ Նույն օրը եւ այդ հաղորդման ընթացք է տվել եւ գործի են անցել նաեւ ներքին գործերի նախարարությունից։ Փորձում են պարզել, թե ովքեր են նման հերյուրանքներ տարածողները, ՆԳՆ-ից չպատասխանեցին հարցին, թե ինչ են անում այդ դիմումի հետ կապված։ Դե պարզա չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Աննա Հակոբյանի հրահանգով գործի անցած դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը բնականաբար պարզելու են, որ այդ լուրերը հերյուրանք են։ Ես չեմ պնդում, որ դրանք իրականություն են, չեմ պնդում, որ հերյուրանք են, բայց վստահ եմ, որ դատախազությունն ու ոստիկանությունը այսօր դեռ պարզ չի, չէ, իրենք ինչ են բացահայտելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ բացահայտելու են, որ դա հերյուրանք է։ Ուրիշ բան կարող էին բացահայտել, ուրիշ եզրահանգման կարող էին գալ։ Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Ուրեմն հաջորդ լուրը վերաբերում է մանկավարժական համալսարանի ղեկավարության շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւ ինչ որ իմաստով այս լուրը նաեւ խոսում է մեր հասարակության էլիտա հանդիսացող զանգվածի բարեհոգեբանական իրավիճակը, իրենց ամբողջ ձգտումները, իրենց փիլիսոփայությունը եւ իրենց նպատակները, որ ունեն այս կյանքում։ Ուրեմն մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ընդունել է մեղքը, ցուցմունք տվել նաեւ բուհի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի դեմ, հայտնում է այսօր ԵՄ։ Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց փողոցի նորակառույցներից մեկում, նաեւ 17 միլիոն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք է գնել։ Հասկանում եք, մարդը գնացել է քրեական հանցագործության, խարդախության, կաշառք եւ 17 միլիոն դրամ է ծախսել խոհանոցային կահույք գնելու համար։ Իսկ մարդը հանցագործություն է գործել, որ իր խոհանոցում լինի ոչ թե ասենք 7, 800, 1 միլիոն դրամանոց խոհանոցային կահույք, ինչը բոլորի տներում երևի թե կա, այլ 17 միլիոն դրամանոց, ինքը հենց դրա համար է ապրում այս կյանքում։ Սա այսօրվա գլոբալ աշխարհի սպառողական հասարակության արտացոլումն է, սպառողական հասարակության փիլիսոփայությունն է, թալանել հանրային միջոցները, գողանալ հնարավորության դեպքում եւ գնալ շքեղության 17 միլիոն դրամանոց խոհանոցային կահույք գնել։ Ինչով են զբաղվում պետական
պաշտոնյաների 99%-ը նախկինում, նախորդ իշխանության ժամանակ եւ հիմա եւ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանության ժամանակ պետական պաշտոնյաների մեծ մասը ինչով են զբաղվել։ Թալանել են պետական միջոցները, առել են գերշքեղ բնակարաններ, առանձնատներ, մեքենաներ, այսինքն այդ ամբողջ հանցագործության շղթան, որ տեղի է ունեցել, որովհետև իրենք սպառողական հասարակության ամենավառ ներկայացուցիչներն են։ Մարդիկ այդ փողերը գողացել են պետությունից, հասարակությունից եւ այդ փողերով առել են արևմուտքից շքեղություններ, որ իրենց մարդ համարեն։ Մարդը փաստորեն մանկավարժական համալսարանից գողացել է 17 միլիոն դրամ առնվազն խոհանոցային կահույք գնելու համար եւ 54 միլիոն դրամ տուն գնելու համար։ Դեռ որ ասես տուն չուներ ուրիշ բան, բայց այդտեղ էլ կարծեք թե էլի շքեղության է գնացել։ Սա է այսօրվա աշխարհի ողբերգությունը, որ մարդիկ պատերազմներ են վարում, պետություններ են թալանում, հասարակություններ են թալանում զուտ իրենց շքեղ կյանքի համար, ոչինչ ավելի։ Վստահ եմ, չէ, որ այդ կինը, ասենք 1 միլիոն դրամանոց խոհանոցում հանգարց ճաշ պատրաստեր կամ իր հարցերը լուծեր, աշխարհը չէր փլվի։ Բայց հիմա երևի թե բանտարկության մեջ կմտածի մի քիչ այդ մասին։ Ուրեմն Fast Info-ն գրում է. մեր տեղեկություններով Կոտայքում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած մարդը, որը արդեն 15 տարի որսորդ միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 1 օրում 4 անձի սպանության գործով կալանավորված 61-ամյա տղամարդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակված։ Ընդ որում վերջինս ԿՊԱ-ական է եղել։ Fast Info-ի աղբյուրները հայտնել են, որ տղամարդն անգամ ԿՊ գրասենյակից ստացած զանգի հիման վրա Կոտայքից իր մի քանի համագյուղացիների հետ մեքենայով գնացել էր Գյումրի աջակցելու Սարիկ Մինասյանին ընտրությունների ժամանակ եւ այժմ փաստորեն 1 օրում 4 անձի կյանք խլած ԿՊ աջակից անմեղսունակ է ճանաչվել։ Ինչ է նշանակում անմեղսունակ ճանաչել։ Դա նշանակում է, որ մարդը չի հայտնվի բանտում։ Քաղաքացիական պայմանագրի աջակիցը, անդամը, որը 4 մարդ է սպանել, ճանաչվել է անմեղսունակ եւ այդ հիմքով չի հայտնվելու բանտում։ Այո, կլինի հոգեբուժարանում, ասի 5 ամիս, 6 ամիս, գուցե 1 տարի իբրև թե հարկադիր բուժում կարող է ստանալ եւ հայտնվել ազատության մեջ։ Եվ ես ձեզ ասեմ, սա առաջին դեպքը չի։ Ես էլի դեպքեր գիտեմ, որտեղ մարդը մասնակցել է ծանր հանցագործության, սպանության, դաժանորեն սպանել են մարդուն մի քանի դրվագով, չգիտեմ, տարել վերջում վառել են կիսամեռ մարդուն, եւ այդ մարդիկ հայտնվում են ազատության մեջ, որովհետեւ իրենց ընտանիքի անդամը քաղաքացիական պայմանագրի անդամ է։ Ինչ է սա, եթե ոչ ամենաթողություն։ Այդ ոնց ստացվեց, որ հենց ԿՊԱ-ական մարդասպանը, 4 մարդ սպանած մարդը ճանաչվեց անմեղսունակ եւ հնարավորություն է ստանում խուսափել բանտարկությունից։ Հարցը, որի պատասխանը կարծեք թե բոլորս գիտենք։ Ավարտելով մեր եթերը հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք ակնկալել մեր հեռուստատիտողների հետևորդների աջակցությունը Patreon համակարգի միջոցով։ Դուք լինքը կտեսնեք տեսանյութի ներքևում, նաև QR կոդը կա էկրաններին ձեր երևացող։ Այս ճանապարհով մենք փորձում ենք կայունացնել, լավացնել մեր աշխատանքը լավացնել, կայունացնել մեր հեռուստադիտողների աջակցության շնորհիվ մարդիկ, ովքեր հետևում են մեր աշխատանքին, կարող են Patreon համակարգով 3-ից մինչև $10 ամսական բաժանորդագրությամբ օգնել մեզ, օգնել ինչու, որովհետև մենք ի տարբերություն շատ այլ լրատվամիջոցների որևէ գրանտային միջոցներից չենք օգտվում, իշխանության հովանին չունենք։ Այնպես չի, որ նախկին իշխանությունների հովանին ունենք, կապիտալ հիմա Հայաստանում երկու կողմ է, ընդդիմության, որ նախկին իշխանություն էր, եւ իշխանության, որ գործող իշխանություն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին երկու կողմերին էլ կարծեք թե մենք ձեռնտու չենք, բայց մեր աշխատանքը վստահ եմ ձեռնտու է մեր քաղաքացիներին, ովքեր կարող են այս ճանապարհով աջակցել մեզ, լավ մնացեք, կհանդիպենք։